Ողջույն բոլորին, եկեք այսօր միասին պատրաստենք հայկական ավանդական լավաշով շատ համեղ պիցցա։ Եթե նախ օրերից մնացած լավաշ ունեք եւ չգիտեք ինչպես օգտագործել, կարող եք պատրաստել այս համեղ պիցցան։ Լավաշով պիցցա պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները։ Պիցցայի վրա կարող եք ավելացնել այն բաղադրիչները, որոնք դուք ավելի շատ եք նախընտրում։ Ես վերցրել եմ 2 տեսակի երշիկ եւ խոզապուխտ։ Այս ցանկության կարող եք ավելացնել բաստուրմա, զեյթուն, գունավոր պղպեղներ կամ պատրաստել միայն լոլիկով եւ պանրով։ Բոլոր եղանակներով էլ համեղ է ստացվում։ Մեզ անհրաժեշտ է նաեւ մանր կտրատած լոլիկ։ Վերցնում ենք մեկ մեծ լավաշ, երկարությամբ 2-3 մասի ենք բաժանում, ամուր փաթաթում ենք եւ կտրատում ենք։ Պետք է ստանանք երկար ժապավեններ։ Եթե տանը 2-3 օրվա լավաշ կա եւ չգիտեք ինչպես օգտագործել, կարող եք պատրաստել լավաշով պիցցա։ Վստահեցնում եմ, տան անդամները շատ գոհ կմնան։ Լավաշով պիցցան կարող եք պատրաստել ինչպես ջեռոցում, այնպես էլ թավայի մեջ։ Երկու եղանակով էլ շատ լավ է ստացվում։ Հայկական լավաշը հայկական խոհանոցի ամենայուրահատուկ եւ անփոխարինելի բաղադրիչն է։ Քանի որ լավաշով կարելի է պատրաստել մսով ռուլետներ, քյալագյոշ, պանր խաչ, բազմազան կարկանդակներ, խուրջին կամ ուղղակի կարելի է բրդուճ անել թարմ կանաչիներով եւ պանրով եւ վայելել։ Քեյչի խոշոր անցքերով անց ենք ասնում 100 գրամ հալվող պանիր։ 3 ձվի վրա ավելացնում ենք աղ եւ սև պղպեղես ճաշակի եւ հարում ենք։ 3 ձուն լրիվ բավական է մեկ մեծ պիցցա պատրաստելու համար, այն պետք է կատարի ընդամենը սոսինձի դեր։ Եթե ձուն շատ վերցնեք, կստացվի լավաշով ձվածեղ։ Հարած ձուն ավելացնում ենք լավաշի վրա եւ մի լավ խառնում ենք։ Լավաշի կտորները պետք է ամբողջությամբ պատված լինեն ձվով։ Հարգելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին կամ հետևում եք իմ տեսանյութերին առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակը։ Չմոռանաք նաեւ հավանել տեսանյութը։ Ահա տեսեք, տարայի տակին ընդհանրապես ձու չի մնացել, այսպես էլ պետք է լինի։ Թավայի մեջ լցնում ենք 1 ճաշի գթած ձիթապտղի ձեթ, տարածում ենք եւ սկսում ենք հավաքել մեր պիցցան։ Թավայի մեջ լցնում ենք լավաշով եւ ձվով զանգվածը եւ համաչափ տարածում ենք։ Ավելացնում ենք կետչուպ, մանր կտրատած լոլիկը, 2 տեսակի երշիկը, խոզապուխտը եւ վերջում ավելացնում ենք քերած պանիրը։ Եթե կծվի սիրահար եք, կարող եք ավելացնել մանր կտրտած կծու ծիծակ։ Փակում ենք թավան, դնում ենք ցածր կրակի վրա եւ թողնում ենք 4-ից 5 րոպե, մինչեւ պանիրը ամբողջությամբ հալվի։ Հարգելիներս, նկարագրությունների բաժնում կթողնեմ նաեւ լավաշով պատրաստվող շատ համեղ ուտեստների բաղադրատոմսեր։ 3 րոպե անց մեր պիցցան ահա այսպիսի տեսք ունի։ Թողնում ենք եւս 2 րոպե եւ մատուցում ենք։ Ասեմ, որ շատ համեղ է բուրում եւ տեսեք, թե ինչ հեշտությամբ է առանձնանում թավայից։ Լավաշով մեր պիցցան իդեալական է ստացվել։ Պանիրը շատ լավ ձգվում է եւ պիցցայի տեսքը բավականին նախորժելի է։ Այս պիցցան թխելու ժամանակ կարևոր պայման է, որ կրակը ցածր լինի, քանի որ լավաշը արդեն պատրաստի բաղադրիչ է։ Լավաշի շերտերը շատ գեղեցիկ երևում են, դրանք մի փոքր խրխրթան են, ինչը էլ ավելի համեղ է դարձնում պիցցան։ Դե ինչ հարգելիներս, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով եղեք առողջ եւ օրհնված, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։